Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 22-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մայիսի 22-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ, սեղանի շուրջ եք նստելու, նաև ոչ հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել, կարող եք դրա պատճառով նաև տխրել, կարող եք հիասթափվել նաև ինչ-որ բանից, որ չհասցրեցիք ճիշտ որոշում կայացնել կամ արագ որոշել։ Եվ ժամը ձեզ համար շատ կարևոր է, կամ այդ օրը ժամ եք պայմանավորվելու, կամ արդեն իսկ պայմանավորվել եք, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 22-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը կարող եք որևիցե հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնել, նաև որը ձեր ձեռքում է, շատ բան հենց ձեզանից է կախված։ Ձեր ցանկությունները կիրականանան, ինչ-որ մեկի հետ նամակագրական կապի մեջ կլինեք, կամ նաև փաստաթղթերի հետ կապված ինչ-որ հարցեր կլուծեք, նաև դա փաթեթ է, որը կստանաք։ Եվ ընկերոջ հետ այստեղ ոչ է գաղտնի գործողություններ եք անում, կամ ինչ-որ գաղտնի հանդիպում է, գաղտնի գործողություն է, կամ ձեր ընկեր եք համարում, գուցե գաղտնի նաև սիրահարված է և դրա մասին է ասում ձեզ։ Եվ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը երկար մտածեք,
Նոր հետո արեք այդ քայլը։ Բացի դա էլ ինչ-որ միտեղ կարող եք գնալ և երկար մնալ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 22-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը մի կողմից ինչ-որ մի բան է ձեզ տխրեցնում, հիասթափեցնում, մյուս կողմից ինչ-որ բան է ձեզ երջանկացնում։ Օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է գալիս, ձեզանից էլ կախված է, նաև ճանապարհ կգնաք կամ ձեզ մոտ կգան ինչ-որ մարդիկ, ոմանք կընդունվեն աշխատանքի կամ աշխատանքի հետ կապված ինչ-որ խոսակցություններ կունենաք, նաև դա հարցազրույց է, պետական աշխատողի հետ հանդիպում, հաճախորդների հետ հանդիպում, այդպես գործեր անել, ավարտել և գաղտնի գործողություններ ունեք։ Աշխատանքը նաև այդպես կարող է լինել, ինչ-որ գաղտնի մարդ ինչ-որ բան է անում և գաղտնի սիրավեպ է։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 22-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը հրավեր կունեք որևիցե առիթի, նաև դուք կարող եք մարդկանց հրավիրել առիթի, բայց ինչ-որ բան է ձեզ ցավեցնում, միգուցե առիթի վայրում է, միգուցե վերաբերմունք է, և յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, հետո նոր արեք այդ քայլը։ Նվեր կգնեք կամ նվեր կստանաք,
դա կարող է քաղցրավենիք, ծաղիկ եւ ուշադրություն պետք է դարձնեք ձեր առողջությանը, հատկապես երեկոյան, երբ որ գալիս եք տուն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առյուծներին։ Ինչ է սպասվում առյուծներին մայիսի 22-ին։ Հարգելի առյուծներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև աշխատանքի հետ կապված ինչ-որ բաներ են որ ձեր ցանկությամբ է տեղի ունենում, ինչ-որ կամ ընդունվում եք աշխատանքի, կամ զանգահարում են այդ աշխատանքի վայրից, կամ հարցազրույցի եք գնում, նաև պետական աշխատողի հետ կարող է լինել սա ինչ-որ հանդիպում կամ մեկ այլ բան է, որը ձեր ցանկությամբ է տեղի ունենում, ձեր ոնց-որ ցանկությունները կատարվում են այդպես։ Ամբողջ գործերը չեք հասցնում ավարտել, կմնան որոշ գործեր, նաև սուտ կա այդ օրը եւ յուրաքանչյուր հարց, յուրաքանչյուր բան անելուց առաջ երկար մտածեք, նոր արեք, միշտ ապեք ոչ մի հարցում։ Ինչ-որ միտեղ կարող գնալ նաև երկար մնալ։ Եվ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք։ Դա կարող է կապված լինել բժշկական կամ ուսումնական կենտրոնի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 22-ին։ Հարգելի կույսեր, օրը ձեր ձեռքում է, շատ բան հենց ձեզանից է կախված, ինչ-որ բան է ձեզ հիասթափեցնում այդ օրը կամ տխրում եք,
Ինչ-որ մարդուց եք հիասթափվում, այդ օրը նվեր կստանաք կամ դուք կնվիրեք, սեղանի շուրջ եք նստելու, որևիցե հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք այդ օրը և նամակագրական կապի մեջ եք լինելու, կամ փաստաթղթերը կդասավորեք, նաև փաթեթ կարող եք ստանալ, ինչ-որ պահեր են այստեղ գրում եք, ջնջում եք, ծրար եք ստանում և ժամի հետ կապված այստեղ կամ ժամ եք պայմանավորվում այդ օրը, կարող նամակով այդպես պայմանավորվում եք, կամ արդեն պայմանավորվել եք և սա զգուշացնում է, որ կարող եք ուշանալ, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք։ Այսքանը ձեզ համար կամ ժամեր կարող են փոխվել, դրա համար եք հիասթափվում, ձեզ այդ ժամին էր հարմար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին մայիսի 22-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև ժամ կարող եք պայմանավորվել կամ արդեն իսկ պայմանավորվել եք, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, նաև նամակագրական կապի մեջ կլինեք, SMS կգրեք մեկը մյուսին, փաստաթղթերի հետ կապված ինչ-որ հարցեր կան, նաև դա կարող է լինել փաթեթ, և ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք հենց պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, դրա համար ժամը այստեղ կա, կամ այդ օրն եք հենց պայմանավորվելու, կամ արդեն իսկ պայմանավորված եք։ Այսքանը ձեզ համար կամ կարող է փոխվել ժամերը, ընդհանրապես որ ընկնում է, դա է նշանակում, փոխվում է ժամերը, կարող եք սպասել, սխալ ժամի գան, կամ դուք սխալ ժամի գնաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 22-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը
նամակագրական կապի մեջ կլինեք ինչ-որ մարդկանց հետ, նաև փաստաթղթերի հետ կապված հարցեր կան, որոնք պետք է լուծեք կամ կստանաք, նաև փաթեթ կարող եք ստանալ կամ ուղարկել։ Ինչ-որ բան է ձեզ տխրեցնում, ինչ-որ մեկից կարող եք հիասթափվել, ինչ-որ բանից կարող եք հիասթափվել, հյուրեր ունեք կամ դուք կգնաք հյուր, ուրախ եք մյուս կողմից, երկայքի է օրը, մյուս կողմից ուրախ եք, տրամադրությունը բարձր է, ձեզ սիրված կզգաք, ձեր հարազատների շրջապատում կլինեք, ոմանք սիրահարվեն, ոմանք իրենց սիրված կզգան, նաև դիմացինի կողմից սիրված կզգաք, ոչ թե ինչ-որ մի լավ բան է տեղ ունենում։ Եվ սիրո խոստովանություն է սա, և նաև կամ դուք կանեք սիրո խոստովանություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 22-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ոմանք ունեն սիրային գաղտնի սիրավեպ, ոմանք ունեն գաղտնի գործողություններ։ Նաև այստեղ կարող եք սիրահարվել, կարող եք գնալ ժամադրության, կամ այստեղ ինչ-որ պահեր են, որ հուզվում եք նաև, հանդիպում եք ձեր սիրելիներին և հուզվում եք, վաղուց չեք տեսել։ Նաև տհաճ պահեր կան օրվա ընթացքում, օցեր կան, բամբասանք, չար խոսակցություններ, նախանձ, հրավերք, ոչ առիթի կամ դուք կհրավիրեք կամ ձեզ կհրավիրեն, նաև տան հետ կապված ինչ-որ արարողություններ ունեք, միգուցե հենց դա է այդ առիթն է, կամ ինչ-որ հարցեր են, միգուցե հյուրեր եք ընդունում, այստեղ եւս կան, միգուցե ձեր սիրելիներին հյուր եք ընդունում եւ գումար կստանաք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մայիսի 22-ին։
Հարգելի աճեղջուներ, այդ օրը ինչ-որ բանից հիասթափվում եք կամ ինչ-որ մեկից եք հիասթափվում։ Դա հաճ պահեր կան, սուտ կան նաև, միգուցե դա է, սուտն է, որ հիասթափվում եք։ Եվ այդ օրը նաև ձեր ցանկությունները կիրականանան։ Այսքանը, ուրիշ ոչինչ չունեք, նայեք նաև ձեր լուսնային նշանը։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 22-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու, ամու յուրաքանչյուր հարցում այդ օրը հաջողություն կունենաք, ինչ անեք հաջողությամբ կավարտվի, նաև հանդիպում ունեք ինչ-որ մեկի հետ, հանկարծակի լուր կլսեք և երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ են, միգուցե կնունք է, ծնունդ է, հղիություն է, ծննդաբերություն է, ինչ-որ բան է, որ ձեզ ուրախացնում է, միգուցե դա է, կամ երեխաները կգան, թոռները կգան, նաև ընտանեկան կյանքն է, սա, կզբաղվեք ավելի շատ ընտանեկան կյանքով, ընտանիքի հետ, այսինքն ավելի շատ օրը կանցկացնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 22-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաև կարող է այդպես քնից արտանում եք, կամ գնում եք անմիջապես արյուն եք տալիս, կամ գնում եք անմիջապես բժշկի, կամ անմիջապես հիվանդատես, կամ հենց կոնկրետ բժշկի կարող է, կամ մի փոքր կարող է այնպես չեք արթնանում,
ամեն մարդը միջև է քնում եւ հիմա եւս հա մեր քունը ուրիշ ձև է եւ դրա համար կարող այդպես արտանալ։ Նաեւ ժամը ձեզ համար շատ կարեւոր է այդ օրը, ժամ կպայմանավորվեք այդ օրը կամ արդեն իսկ պայմանավորվել եք, գուցե փոխեք ժամերը այդպես։ Հյուր կունենաք, դուք կգնաք հյուր, հրավերք որևիցե առիթի, նա այդպես դրա համար հյուր եք գնում կամ ձեզ են հյուր գալիս եւ ինչ որ բան է ձեզ ցավեցնում։ Չգիտեմ ինչը, ինչ որ բան է ձեզ ցավեցնում, բայց չեք տխրում։ Լսում եք օրինակ հեռուստատեսությամբ, Facebook-ով, ինչ որ միտեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։